Տիկին Տոնոյան, այստեղ մենք մեր խոսակցության ընթացքում այսպես կարմիր թելով անցնում է առաջարկներ հասարակությանը, ինքնության, անվտանգության, սոցիալական հարցերի եւ հետևելով նաեւ առաջարկ Հայաստանին ծրագրին կարելի է ասել, որ այս ոլորտների վերաբերյալ եւ լուրջ վերլուծություններ եւ առաջարկներ են ներկայացվում հասարակությանը։ Ոնց է գնահատում, հասարակությանը հասնում է դա, կարդում են, արդեն տեղյակ են եւ ազդեցություն ունենալու է հասարակության տրամադրությունների վրա, որովհետեւ կարծիքը կարծես արդեն իսկ ինչպես պարոն Բարոնյանը բացատրեց, ձևավորված կարծիքը արդեն կա, խոսենք հասարակության տրամադրությունների մասին առաջարկ Հայաստանի տեսակետից։ Շնորհակալ եմ շատ, ողջունում եմ բոլորին։ Իրականում ամիսներ առաջ, երբ որ հայտարարվեց առաջարկ Հայաստանին ծրագրի մեկնարկի մասին, բնականաբար կային դրան նախորդող շատ վերլուծություններ, թե որքանով ծրագիրը կհաջողի, որքանով կդառնա հոգեհարազատ մարդկանց, որքանով կլինի ճանաչելի եւ ընդունելի հասարակության տարբեր շերտերի կողմից։ Բնականաբար մասնագիտական կարծիքները իմ գործընկերների տարբեր էին, բայց այս պահին արդեն ծրագրի մեկնարկից շուրջ 6 ամիս հետո պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ առաջարկ Հայաստանին նախաձեռնությունը եւ առաջարկ Հայաստանին ծրագիրը կարողացել է դառնալ հանրային քաղաքական կյանքի ամենաճանաչելի բրենդներից մեկը։ Վստահաբար դա այդպես է, այդ մասին վկայում են ոչ միայն տարբեր հարցումները, այլ նաեւ մեր ամենօրյա շփումները։ Այս ամիսների ընթացքում մենք իրականում կարողացանք մեր հանրությանը հասցնել այն մեսիջը, որ առաջարկ Հայաստանինը դա ծրագիր է հենց մարդկանց կողմից ստեղծվող եւ մարդկանց մասին։ Սա ամենակարևոր թեզն է, որովհետեւ ծրագրի մեկնարկային փուլում այն գաղափարը, որը Գագիկ Ծառուկյանի կողմից դրվել էր շրջանառության մեջ, դա այն էր, որ պետք է սկզբունքորեն փոխվեն ծրագրի կազմման մոդելները, բոլոր մոդելները, որոնք մինչև այս պահը գործել են, կարծրացած են եղել, արդարացրել են իրենց կամ չեն արդարացրել, դա արդեն այլ հարց է, սակայն մեր վստահ համոզմամբ աշխատասենյակներում նստած որևէ մասնագետ կամ չինովնիկ կամ ցանկացած պաշտոն զբաղեցնող մարդ կամ ցանկացած ոլորտի ներկայացուցիչ չի կարող այն կատարելությամբ տիրապետել խնդիրներին ու խնդիրներին, որ կատարելությամբ, որ դրան տիրապետում են հենց այդ ոլորտի ներկայացուցիչները, շահառուները ու կրողները։ Եթե մասնավոր կոնկրետ մի այսպես օրինակ բերելու լինեմ, առաջարկ Հայաստանին ծրագրի շրջանակներում արդեն իսկ օրեր առաջ հրապարակվել է կոնկրետ երիտասարդների առաջարկների բլոկը։ Ինչպես է ձևավորվել այս բլոկը, հա։ Սկզբում լավագույն լուծումները առաջարկում են երիտասարդները խորագրով մրցույթ է անցկացվել, որի շրջանակներում շուրջ 500 ուսանողներ Հայաստանի եւ Սփյուռքի լավագույն բուհերը ներկայացրել են իրենց առաջարկները, որոնցից արվել է ծաղկաքաղ խնդիրների լուծման ճանապարհները, որտեղ նախանշված են, եւ կազմվել է առաջարկ Հայաստանին ծրագրի երիտասարդության հատվածը։ Եվ այս սկզբունքով մենք շարժվելու ենք բոլոր ոլորտների ուղղությամբ։ Այսօր արդեն տնտեսական պլատֆորմն է ներկայացվել առաջարկ Հայաստանին ծրագրի շրջանակներում, որի մշակման աշխատանքներում եւս ներգրավված են եղել ոլորտի առաջատար ներկայացուցիչները։ Գյուղատնտեսության ոլորտի առաջարկների բլոկի հետ կապված գյուղատնտեսության ոլորտի ծրագիրը գրվել է հենց գյուղերում, որքան էլ որ այսպես կարող է առաջին հայացքից տարօրինակ թվալ, բայց այդ ծրագիրը գրվել է գյուղերում, գյուղամեջի զրույցների հիման վրա, գյուղացիների տներ այցելությունների արդյունքում ամիսներ շարունակ հավաքագրվել են հազարավոր խնդիրներ, այդ ամեն ինչը վերլուծվել են եւ այնուհետ նոր միայն մասնագետների մասնակցությամբ դա բերվել է տեսքի եւ նախապատրաստվում է հրապարակման։ Մենք անընդհատ բոլոր բանախոսներով մինչ ինձ ելույթ ունեցողները, այսպես ինչպես դուք նշեցիք, կարմիր գծի նման մենք խոսում ենք միասնության մասին, հա։
միասնության, հավաքականության, անհրաժեշտության ու կարևորության մասին։ Առաջարկ Հայաստանինը հենց սրա մասին է, որովհետև նախորդին արդեն Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մենք մասնակցելու ենք Բարգավաճ Հայաստան կուսակցությամբ, բայց սա բացառապես իրավական լուծում է ընտրություններին մասնակցելու։ Առաջարկ Հայաստանին ծրագիրը հենց միտում ունի այդ համախմբվածությամբ ու այդ միասնականությամբ առաջիկա գործընթացներին մասնակցելու։ Ինչու համար եմ սա նշում, որովհետև որոշակի այսպես տարընթերցում ու թյուրընկալում կա այդ հայտարարությունների մեջ։ Օրեր առաջ պարոն Ծառուկյանը հայտարարեց, որ վերկուսակցական քաղաքական հանրային դաշտի նոյան տապան ստեղծելու գաղափարով է հանդես գալիս, որը առաջարկ Հայաստանին ծրագիրը կյանքի կոչելու գործնական մեխանիզմը պետք է հանդիսանա։ Այս դեպքում բոլոր այն անհատները, հանրային քաղաքական գործիչները, ովքեր այս օրերին միանում են նախաձեռնությանը, նրանք չեն միանում Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, նրանք միանում են առաջարկ Հայաստանին ծրագիրը կյանքի կոչելու նախաձեռնությանը, եւ մենք չափազանց շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մասնագիտական ներուժը, իրենց պոտենցիալը ուզում են օգտագործել այս ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ եւ այս ծրագիրը ուժեղացնելու ուղղությամբ։ Մենք անցնում ենք այսպես այս օրերին իմ գործընկերներից նշեցին, որ իրականում առաջիկա խորհրդարանական ընտրությունները չափազանց պատասխանատու են բոլորի համար, ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաև ցանկացած քաղաքացու համար։ Ես լավատեսորեն ուզում եմ հավատալ, որ մեր հայրենակիցներից, մեր ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչներից ամեն մեկը իսկապես գիտակցում է իր քվեի կարևորությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ուզում եմ օգտվելով ընձեռված հնարավորությունից, թեպետ առաջիկա ամիսների ընթացքում բնականաբար անընդմեջ մենք խոսելու ենք այս մասին, որ յուրաքանչյուրի քվեն է կարևոր, սակայն ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ ասել, որ իսկապես սա ընտրություն է լինելու, առաջիկա ընտրությունը դա մեր հետ պատերազմյան ժամանակահատվածի ապատիան, խեղճությունը կոտրելու շանս է եւ հնարավորություն է։ Իրապես հունիսի 7-ին մեր քաղաքացիները հնարավորություն ունեն ընտրություն կատարելու։ Արդյոք մենք շարունակելու ենք այս խեղճացած որոշակի առումով գլուխներս խոնարհած վիճակով ապրել, թե հնարավորություն ունենք մեր ազգային արժանապատվության, ինքնության վերագտման եւ արժանապատիվ կերպով մեր գոյությունը շարունակելու։ Մենք խոսում էինք ընտրությունը լինելու է ավելի լավ Հայաստան ունենալու մեջ, ես ավելի վատատեսորեն եթե ասելու լինեմ, ընտրություն ունենալու ենք ընդհանրապես Հայաստան ունենալու մեջ։ Դրա համար կարծում եմ, որ այս դեպքում համախմբվածությունը, միասնականությունը, գաղափարների համախմբումը մեր առաջնահերթ անելիքներից մեկը պետքա լինի, որովհետև կյանքը իրականում հունիսի 7-ին չի ավարտվելու, մինչև հունիսի 7-ը բոլոր այդ ներկայացված նախաձեռնությունները բնականաբար կյանքի կոչվելու անհրաժեշտություն են ունենալու։ Այս պահի դրությամբ կարծում եմ, որ քաղաքական հայտ ներկայացրած ուժերից յուրաքանչյուրը վստահաբար իր ներկայությունը տեսնում է առաջիկա խորհրդարանում, բայց խնդիրն այստեղ բացարձակապես խորհրդարանում ներկայացվածությունը չի, որովհետև երբ որ նժարին դրված է լինում պետությունը կորցնելու վտանգը, երբ որ նժարին դրված է լինում ազգային ինքնությունը կորցնելու վտանգը, կարծում եմ յուրաքանչյուր պաշտոն ու մանդատ այլևս երկրորդական են դառնում, ու այս դեպքում բնականաբար կարևորը արդյունքն է եւ ոչ թե մանդատը։ Կոնկրետ առաջարկ Հայաստանին ծրագրի հետ կապված բնականաբար այս պայդրությամբ քննարկումները բազմաթիվ են տարբեր քաղաքական միավորների, հանրային գործիչների հետ, նրանցից մի մասի հետ կան արդեն կոնկրետ պայմանավորվածություններ, մի մասի հետ աշխատանքները շարունակվում են, բայց ուզում եմ վերահաստատել, որ խնդիրը այստեղ միասնական համատեղ ջանքերով առաջ գնալու մեր պատրաստակամության մեջ է, ու եթե շատ կարճ ձևակերպելու լինեմ, այս մասով հենց Գագիկ Ծառուկյանն էլ իր խոսքում օրերս նշել է, որ ինքը պատրաստ է համատեղ աշխատանքի, եւ այս դեպքում բոլոր այն մարդիկ, հանրային քաղաքական գործիչներ, ովքեր ունեն հաստատակամություն աշխատելու, առանց որևէ հետին մտքի եւ առանց որևէ պաշտոնամանդատա ակնկալիքների
բնականաբար մենք բաց ենք համագործակցության համար ու սիրով պատրաստ ենք համատեղ ճանապարհ անցնել, որովհետև կոնկրետ այն ոլորտները, որոնք որ նախանշված են, որ այս օրերին իրականություն են դառնում դրանց հետ կապված ծրագրերի մշակումը, դրանք այն խնդիրներն ու խնդիրներն են, որոնք ամենօրյա ցավալիորեն ամենօրյա ռեժիմով բախում են յուրաքանչյուր մեր հայրենակցի դուռը, դա աշխատատեղերի բացակայությունն է, դա համատարած անարդարությունն է, դա ցավոք սրտի վերջին տարիներին նաև թմրամիջոցների օգտագործման ծավալների կատաստրոֆիկ ավելացումն է, այս օրերին մարզաշխարհի հազարավոր ներկայացուցիչներ լծված են հենց թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի մշակման աշխատանքներին, եւ այս աշխատանքները չեն սկսել նոր եւ չեն ավարտվելու հունիսի 7-ին, վստահաբար դրանք լինելու են շարունակական, որովհետեւ դա մեր ապագայի խնդիրն է, մեր առողջ ապագա ունենալու հարցն է, եթե չկա առողջ երիտասարդություն, բնականաբար չկա նաեւ ապագա, ինչի մասին ենք մենք հիմա խոսում եւ մտածում ու անհանգստանում, մի խոսքով ձևաչափը այդպիսինն է, առաջարկները բազմաթիվ են եւ ամենակարևորը այն գաղափարն է, որ այս ծրագիրը ստեղծվում է մարդկանց կողմից եւ իրականացվելու է մարդկանց համար, ծրագրի շահառուները մարդիկ են, ծրագրի հեղինակները եւս, կարծում եմ սա այդ ընդհանուր միասնականության գաղափարի մեջ ամենակարևոր դրույթներից մեկն է եւ բնականաբար որևէ նախընտրական կամ ընտրական գործընթաց բնական է, որ չի կարող գոյատևել առանց սոցիոլոգիայի, դա շատ կարևոր է, այստեղ եւս վիճակագրական տվյալներ նշվեցին, բայց կարծում եմ, որ այս օրերին, հատկապես այս օրերին, երբ որ յուրաքանչյուր վայրկյան հանրային տրամադրությունները իրապես փոխվում են, որովհետև որևէ մեկիս համար գաղտնիք չէ, որ երբ գործ ունես մանիպուլյացիաների, երբ գործ ունես այսպես հանրային տրամադրությունները, հանրային նյարդերը պրոֆեսիոնալ կերպով կարողանալ շահարկելու ունակություն ունեցող անձանց հետ, բնականաբար հակազդեցությունը եւս պետք է լինի համարժեք եւ այս դեպքում կարծում եմ, որ բացառապես կառուցողական առանց սևերի ու սպիտակների տարանջատման, առանց ատելության խոսքի, բովանդակային ասելիքը ցավոք սրտի դարձել է որոշակի առումով ճոխություն եւ բնական է, որ մենք հանդես ենք գալու հենց հատկապես այդ դիրքերից, որտեղ կարևորը իսկապես առաջարկն է, որտեղ կարևորը իսկապես լուծումն է, բնական է, բոլորի մոտ կա այդ գայթակղությունը եւ դա իրացվում է քննադատությամբ հանդես գալու, դա այդպես է, բայց օրինակի համար նույն եթե իշխանությունների դեպքում վերցնենք 8 տարի հանդես գալ նախորդող 10 տարիների իշխանության քննադատությամբ, որքանով է սա արդյունավետ։ Ես ուզում եմ հավատալ, որ մենք առաջիկա նախընտրական քարոզարշավի շրջանակներում բնականաբար ուզում եմ կոչով նաև դիմել բոլոր մնացած քաղաքական ուժերին, որ բացառենք ատելության խոսքը, բացառենք այդ ամեն ինչը, հանդես գանք սկզբունքային, կառուցողական խոսույթով, փորձենք մարդկանց տեղ հասցնել այն անելիքները, որոնցով որ մենք նախատեսում ենք եւ նախապատրաստվում ենք հանդես գալ։ Այս դեպքում կոնկրետ մենք ունենք մեր առաջարկը Հայաստանին, որը կազմված է տարբեր ոլորտների լավագույն ներկայացուցիչների մասնակցությամբ, բայց ամենակարևորը այդ ծրագրերը մշակվել ու ստեղծվել են հենց կոնկրետ ոլորտների ներկայացուցիչների առաջարկներով եւ իրենց նախանշած լուծումներով։ Կարծում եմ, որ սա հաջողելու այսպես ամենակարճ ճանապարհներից մեկն է։ Ձեր խոսքում նշեցիք Նոյան Տապանի գաղափարի մասին, որը պետք է լինի ըստ էության քաղաքական, մասնագիտական մտքի Նոյան Տապան եւ յուրաքանչյուր ոք այստեղ կարող է գտնել օգտակար լինելու իր հնարավորությունը, հետաքրքիր գաղափար է, բայց ակնհայտ է, որ դա առաջացրեց այսպես հակաքարոզչության, սև քարոզչության, այսպես նոր առիթ դարձավ եւ արդյոք դուք հաշվարկել եք, որ դա կարող է հակաքարոզչություն առաջացնել եւ կոմֆորտ պայմաններում աշխատել հնարավոր չլինելու, որովհետեւ սովորաբար լավ գաղափարները կոմֆորտ պայմաններում չեն իրացվում։ Ունեիք այդպիսի հաշվը։ Բնականաբար ունեինք եւ որևէ մեկի համար գաղտնիք չի, որ ցանկացած լավ գաղափար, անգամ եթե դա լինի ամենաիդեալական եւ ամենափայլուն գաղափարը, միևնույն է, եթե կա նպատակ եւ կոնկրետ հրահանգ պիտակավորելու այդ գաղափարը, միևնույն է դա լինելու է։
երբ մենք խոսում ենք հանրային, վերկուսակցական, քաղաքական Նոյան Տապանի գաղափարի մասին, բոլոր adekvat, բանիմաց մարդկանց մոտ դա առաջացնում է բացառապես դրական տրամադրվածություն, անկախ քաղաքական հայացքներից։ Ի նկատի ունեմ, որ միասնության, համախմբման, օգտակար լինելու, համատեղ ջանքերով արդյունքի հասնելու գաղափարը չի կարող բանական եւ այսպես սրտացավ եւ պրոֆեսիոնալ մարդու մոտ չառաջացնել դրական էմոցիաներ եւ ասոցիացիաներ, հա, եւ բնական է, որ մենք ստացել ենք հարյուրավոր առաջարկներ, գրավոր, բանավոր, մասնավոր զրույցների մակարդակով կապված հենց հատկապես այս գաղափարի կենսագործման հետ կապված, ինչի համար շատ շնորհակալ ենք բոլոր այդ մարդկանց, ովքեր որ հետաքրքրություն են եւ ցանկություն են ցուցաբերել միանալու գաղափարին։ Եվ բնական է, որ այո, եղել են նաեւ որոշակի մեկնաբանություններ, արհեստական բանականությամբ, այսպես սարքված որոշակի հոլովակներ եւ այլն, որտեղ ինչ որ ալեգորիաներ, ինչ որ համեմատականներ են անցկացնում, ինչ որ մարդիկ Նոյան Տապանի եւ Նոյան Տապանի բնակիչների հետ, ես շատ եմ ցավում եւ ուղղակի պետք է արձանագրեմ, որ սա բացառապես ինքնաընկալման հարց է։ Ինչպես մարդ ինքը իրեն ընկալում է, այնպես էլ վերաբերվում է կոնկրետ գաղափարին, իսկ մնացածին շնորհակալ ենք հետաքրքրության եւ միանալու ցանկության պատրաստակամության համար։ Իսկապես ցավալի է, երբ որ ընտրությունը դրվում է ասֆալտի եւ անվտանգության, պատերազմի կամ խաղաղության, համենայն դեպս SN կեղծորակարգն է, որը հետևողականորեն այսպես տարիներ շարունակ դրվել է շրջանառության մեջ ու մարդկանց ստիպել են հենց այս դաշտում ընտրություն կատարել, բայց երբ որ օրինակի համար նույն հարցադրումը արվի միլիոնավոր պարգևավճարներ, թե թոշակառուների սարսափելի ցածր թոշակներ հարթության մեջ, դղյակներ, թե այդպես էլ Գյումրիում դեռ 3000-ից ավել տնակներ, որտեղ բնակվում են մարդիկ։ Մի խոսքով, այս հակասությունները կամ համեմատությունների շարքը կարելի է դեռ շատ երկար շարունակել, բայց ես առավել քան վստահ եմ, որ մեր հայրենակիցները, մեր ազգաբնակչությունը շատ լավ հասկանում են, որ ասֆալտը քաղաքական կատեգորիա չի, որ նույն այդ ասֆալտի մասին հրաշապատումները, որոնք այսպես երկար ժամանակահատված շրջանառության մեջ են դրվել, հենց առաջին մի քիչ առատյան արդյունքում անգամ այդ միֆը այսպես հոտս ցնդեց, հա։ Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնեմ, վերահաստատեմ, որ հունիսի 7-ին իսկապես ընտրությունը լինելու է շատ պատասխանատու։ Յուրաքանչյուր մարդու քվեն լինելու է շատ կարևոր։ Անտարբերությունը պետք է բացառել այս ամբողջ գործընթացում, որովհետև այո, շատ է փորձում հրամցվել նաև այդ տեսակետը, որ այո, ամեն ինչ որոշված է, ամեն ինչ կանխորոշված է, որևէ բան չի փոխվելու, սակայն դա այդպես չի միանշանակ։ Եվ այս դեպքում մեր հայրենակիցների ընտրողների նաև քանակից է մեծապես կախված լինելու ընտրությունների ելքը։ Սա միանշանակ է։ Պետք է չլինել անտարբեր, պետք է ամեն կերպ այս դեպքում հենց քվեն իրացնելով լինել իրավատեր, ունենալ պահանջի իրավունք, պահանջելու իրավունք եւ առաջնորդվել իսկապես այս գործընթացում փրկողակ դարձած այդ միասնության գաղափարով, որովհետև տարանջատումները առանց էնել չափից դուրս շատ էին վերջին տարիների ընթացքում եւ հիմա կա շանս, կա հնարավորություն, որ հենց այդ միասնականության, իրենց տարբերության մեջ միասնականության մեջ, որովհետև բնական է քաղաքական ուժերը տարբեր են, գործիչները տարբեր են, մոտեցումները կարող են տարբեր լինել, բայց եթե կա միասնական մոտեցում հայրենիքը չկորցնելու առումով, կա միասնական մոտեցում ազգային ինքնությունը դիմագիծը չկորցնելու առումով, կարծում եմ սա արդեն իսկ մեծ ձեռքբերում է եւ պետք է կարճած մնալ այդ ձեռքբերմանը եւ փորձել հնարավոր բոլոր օրինական եղանակներով այս ձեռքբերումը իրացնել։